Շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ հայ մեծանուն նկարիչ արձանագործ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսիի Պուշկին փողոցի 13 հասցեում, որտեղ 1899-ից 1922 թվականներին ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ։ Այն բացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Շատ լավ։ Մի քիչ մեզ պատմեք ինչպես եղավ, որ այս հուշատախտակը բացվեց այնտեղ Թբիլիսիում եւ իհարկե իշխանությունները այդ ամեն ինչը այսպես շատ գեղեցիկ ներկայացրեցին այնտեղի։ Գիտեք, իրականում այս ձեռնարկը տրամաբանական շարունակություն էր այն շատ գեղեցիկ, շարժան եւ տպավորիչ իրադարձությունների, որ տեղի ունեցան անցյալ տարի, երբ նշվում էր Քոչարի ծննդյան 125-րդ հոբելյանը եւ իրականացան մի շարք հրաշալի միջոցառումներ։ Թանգարանը նաեւ առաջարկեց այդ հոբելյանական հանձնաժողովի նիստին երկու առաջարկ, ոչ միայն այդ առաջարկների բազում առաջարկների շարքում, նաև երկուսը հուշատախտակների վերաբերյալ ցանկություն ունեինք մեկը փակցնել Փարիզ քաղաքում, մյուսը տեղադրել Թիֆլիսում, Քոչարի ծննդավայրում։ Եվ դա արժանացավ այդ հանձնաժողովի նախագահի հավանությանը, բոլոր անդամների հավանությանը եւ հանձնարարական տրվեց արտաքին գործերի նախարարությանը զբաղվել այս հարցով։ Ամբողջ տարվա ընթացքում մենք տրամադրեցինք տարբեր փաստաթղթեր եւ վկայություններ ապացուցելու եւ հիմնավորելու համար Քոչարի այնտեղ գոյությունը, ապրելը եւ այլ փաստեր, եւ քաղաքային իշխանությունները Թիֆլիսի հանձնարան իրականացնել այս ձեռնարկը ամբողջովին իրենց կողմից է իրականացվել պատրաստումը այս հուշատախտակի եւ բոլորովին վերջերս մենք ստացանք զանգ, որով հրավիրում էին Թիֆլիս մասնակցելու այս արարողությանը, ինչը մեզ եւ բոլոր ներկաներին, ովքեր այնտեղ էին եւ մեր հարազատներին անչափ այսպես բերկրանքի եւ ոգևորության եւ պարտության անասելի զգացողություններ առաջացրել։ Եվ ինչ ասեմ, Քոչարը ես հաճախ եմ դա կրկնում, ասել եմ մի անգամ 1975 թվականին, երբ տեղադրվում էր իր Վարդան Մամիկոնյանի արձանը, ինքը արդեն բավականին ծեր էր, մեծ էր եւ արտասանել այդ բացման ժամանակ ընդամենը մեկ նախադասություն։ Ասել է, որ գիտեք, Պիկասոն ասում էր, ես վախենում եմ ժամանակից, բայց իմ հույսը ժամանակի վրա է։ Սրանք դարձել են իրականում կարծես մարգարեական խոսքեր եւ այժմ քայլ առ քայլ կարծես թե գալիս մոտենում է այդ ժամանակը եւ մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ մոտենում է այդ ժամանակը։ Այս դեպքում դրանք դարձավ եւ մեր մշակույթի նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը եւ Թիֆլիսում Վրաստանում Հայաստանի դեսպանատունը եւ մեր դեսպանի անասելի եւ հետեւողական ջանքերի շնորհիվ սա իրականում իրականացավ, դա անընդհատ պարտադիր աշխատանք է պահանջում նման ձեռնարկները եւ իհարկե Թիֆլիսի քաղաքային իշխանություններին, ովքեր եւս արժևորեցին Քոչարի ավանդը իրենց մշակույթում եւ իրականացավ այս հուշատախտակի տեղադրումը, որը կարծում եմ յուրահատուկ մի շունչ նոր պետք է հաղորդի Թիֆլիս քաղաքին, Թիֆլիս քաղաքի հյուրերին եւ մեր հայրենակիցներին, ովքեր կայցելեն Պուշկինի 13 հասցեն։ Իսկ ինչպես անցավ բացման օրը, մի քիչ ավելի մանրամասն, ինչպիսին էր մթնոլորտը։ Իրականում կային ուրեմն իրենց քաղաքային իշխանության ներկայացուցիչները, մի քանի պատգամավորներ, Քոչարի հարազատներն էին հրավիրված եւ բոլոր նրանք, ում մենք կարողացել էինք մեզ հետ տանել մասնակցելու այս արարողությանը, իհարկե ներկա էր մշակույթի նախարարության ներկայացուցիչը փոխնախարար պարոն Ալֆրեդ Քոչարյանը, դեսպանը Վրաստանում Հայաստանի պարոն Աշոտ Սմբատյանը եւ տարբեր այլ մեդիա ներկայացուցիչներ նույնպես կային, մենք նույնպես նկարահանել ենք եւ շուտով թանգարանը իր կողմից ցույց տա այդ տեսահոլովակը, ինչպես անցավ ամբողջ այդ արարողությունը, ու տեսնում եք շատ տպավորիչ եւ հուզիչ է եղել եւ ասում եմ հպարտության եւ արժևորման շատ արժանավայել այսպեսի արարողություններ։ Ճիշտ է, Թիֆլիսը շատ մոտ է մեզ եւ շատ հաճախ ենք, հա, մենք այսպես գնում Թիֆլիս եւ ամեն անգամ, երբ որ հայտնվում ենք այնտեղ,
ինչքան էլ գիտենք, որ եւ տեսել ենք արդեն, բայց միևնույն է նորից գնում ենք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, Սայաթ-Նովայի արձանը, հուշաքարը եւ այլ, այսինքն այնտեղ որտեղ հայկական շունչը կա, մենք պարտադիր անցնում ենք եւ այսպես հպարտությամբ նայում ենք, մի հատ էլ լավ նկարվում ենք, չգիտեմ քանի երրորդ նկարը ու նորից հրապարակում ենք։ Այսուհետ նաեւ արդեն Երվանդ Քոչարի հուշատախտակն է այնտեղ մեզ համար հարազատ։ Պուշկին հասցեն ասացիք, բայց շատերին երևի վիզուալ փորձենք բացատրել, երբ որ գլխավոր փողոցից գալիս ենք Ազատության հրապարակ, պատտվում ենք արձանի շուրջը, ընդունում ենք Պուշկինի փողոց հասցեն եւ Պուշկին 13 հասցեում է գտնվում, շատ հեշտ է գտնել, այո, իրենց այդ քաղաքապետարանին մոտիկ, Սակրեբուլային, որը նույնպես այդ արձանի հետևում է գտնվում, Պուշկին 13 ուղղակի ասում են հենց փողոցի վրա, ոչ մի նեղ փողոցներով պետք չէ անցնել, հենց բանուկ փողոցի վրա։ Պուշկին երևում է։ Եվ ասում եմ, սա եւս մի իրականում մշակութային երկխոսության ժեստ հանդիսացավ մեր երկրների միջև Հայաստանի եւ Վրաստանի, եղավ այդպես ոգեկոչման ակտ մեծ ավանգարդի մեծ արվեստագետներից մեկին եւ առավել ընդգծեց այս վայրի պատմական նշանակությունը եւ էլի մի հանգույց եղավ, որ մեր հյուրերը, քաղաքի հյուրերը Թիֆլիսի եւ մեր հայրենակիցները կայցելեն եւ մենք սպասում ենք լուսանկարների Թանգարանի էջում կհրապարակենք, ովքեր որ մեզ կուղարկեն իրենց լուսանկարները։ Նաեւ այդպես։ Մենք ցած առաջին անգամ չի որ հյուրընկալում ենք եւ յուրաքանչյուր անգամ գալիս եք այսպես հրաշալի իրադարձությամբ ու շատ ակտիվ գործունեություն եք ծավալում, քանի որ 1 ամիս է մնացել ընդամենը որ տարին ամփոփենք։ Ինչպիսին էր տարին ձեզ համար եւ դեռ առաջիկա 1 ամսում կան էլի մեծ անելիքներ։ Տարին իրականում սա երրորդ շատ յուրահատուկ միջոցառումն էր, որ իրականացվեց։ Առաջինը կարող եմ նշել փետրվար ամսին 2025 թվականի Փարիզում բացվեց մի ցուցահանդես, որը ահռելի նշանակություն ունի եւ Թանգարանի կյանքում եւ արվեստագետի կեսագրական ուրեմն շտեմարանը հարստացնելու առումով եւ ընդհանրապես մեր պետության համար նույնպես, քանի որ եւս մեկ անգամ արժևորվեց եւ վերհիշվեց Քոչարի անունը, ընդհանրապես մեր բոլոր միջոցառումներն են անցնում այդ խորագրի ներքո, որ վերադարձնենք Քոչարին աշխարհին, քանի որ շատ անելիք կա եւ երբեք չպետք է դա ընդհատվի։ Բավականամի պահ դա ընդհատվի, պետք է ընդհատ սկզբնակետից սկսես եւ այդ ցուցահանդեսը բացվել էր ֆրանսիացի մի ցուցասրահի տնօրենի կողմից, Մինոտավր գալերեի տնօրենի եւ այդ գալերեում առաջին անգամ ցուցադրվեցին Քոչարի 1929-31 թվականներին ստեղծած տարածական նկարները, որոնք մենք տեսնում էինք առաջին անգամ։ Դրանք այդ մարդը հավաքել էր տարբեր կոլեկցիոներների մոտից եւ ներկայացրեց, եւ մենք ունեցել ենք տեղյակ էինք դրանց գոյության մասին, ոմանց ընդհանրապես չէինք տեսել, բայց ընդհանրապես մեծամասնությանը տեղյակ էինք սև սպիտակ լուսանկարներով միայն։ Եվ առաջին անգամ մենք կարողացանք դրանք տեսնել, դրանք տպագրվեցին այդ ցուցահանդեսի կատալոգում։ Կատալոգում տեղ գտավ նաև Քոչարի եւ նրա շատ նշանավոր մեծենատի նամակագրությունը, ծանոթագրությունը այդ նամակագրության եւ այս իրադարձությունը նույնպես կրկնում բոլոր առումներով շատ նշանակալի է մեր իրականության համար եւ պետության համար եւ Քոչարի համար եւ Թանգարանի համար եւ նաեւ Փարիզի համար, Ֆրանսիայի համար։ Հաջորդ իրադարձությունը դա Սորբոնի համալսարանում իմ ելույթներ, որ կարողացան կազմակերպել։ Որի առաքելության հյուր եղավ։ Այո, անչափ նորից հպարտ եմ։ Մի շարք այլ ընթացքային միջոցառումների, որոնց չեմ անդրադառնամ, մեր Facebook-յան էջը դրանք շատ լավ ներկայացնում է եւ երրորդ այս միջոցառումն էր։ Հաջորդը սպասվում է դեկտեմբերի 3-ին։ Քանի որ մենք Ֆենիքս գրախանութի հետ միասին հայտարարել ենք մրցույթ Սասոցի Դավթին նվիրված եւ սպասում ենք բոլոր ցանկացողների ստեղծագործությունները, որոնք կարող են ներկայացվել մինչեւ նոյեմբերի 30-ը Ֆենիքս խանութի մասնաճյուղեր Վաղարշյան փողոցի եւ Իսահակյան փողոցի, իսկ դեկտեմբերի 3-ին լավագույն 30-ը կցուցադրվեն Թանգարանում, մոտ 1 շաբաթ ցուցադրություն կլինի եւ մենք նաեւ նրանց որպես նվեր ուրեմն առաջարկելու ենք Սասոցի Դավիթ նորատիպ ցուցադրություն, որ իրենք կվայելեն մասնակիցները եւ նաեւ մրցանակաբաշխություն տեղի կունենա։ Սա շատ այսպես յուրահատուկ մի ձեռնարկ էր, որը կարծում եմ հետագայում շարունակվի։
Դե մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ, Մերսի։ որովհետև գիտեմ այն ինչ ծրագրում եք միանգամից իրականացնում եք, եւ մենք սիրով այդ ամենը նաեւ կլուսաբանենք մեր եթերում, այնպես որ հաջողություններ մաղթենք եւ այսուհետ գտնվելով Թիֆլիսում չմոռանաք նաեւ լուսանկարվել Երվանդ Քոչարի հուշատախտակի մոտ հրապարակել եւ նշել թանգարանի էջ, իսկ թանգարանը խոստանում է ձեր լուսանկարները տեղադրել նաեւ հենց իրենց էջում, եւս մեկ անգամ ընդգծելով մեր կարևոր դերը համաշխարհային արվեստի մեջ եւ բնականաբար ձեռքբերումների։ Ուզում եմ թանգարանին եւ ձեզ նվիրել արևոք բացիկ շնորհավոր ամանոր, քանի որ մի ամսից արդեն նոր տարի է, այստեղ ամբողջությամբ ազատ է եւ ձեր բարեմաղթանքները կարող եք գրել եւ կարծում եմ, որ սա հաճելի նվեր եւ էմոցիոնալ զգացմունքային մեծ դաշտ կլինի ձեր ընկերների եւ հյուրերի համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք էլ սպասում ենք ձեզ թանգարանում, որտեղ հաստատ նոր բացահայտումներ կունենաք։ Սիրով, շնորհակալ ենք։ Դե հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։